Ողջույն ընկերներ, այսօր էներգետիկ Վահան մարաթոնի երկրորդ օրն է և այսօր մենք սովորելու ենք վերլուծել, հասկանալ ինչ էներգետիկ անցքեր կան մեր համակարգում, որոնց միջոցով էներգիան կարողանում են մեզանից վերցնել. Այսինքն մենք կատարելու ենք դիագնոստիկ տեխնիկա, մեդիտատիվ տեխնիկա, որի միջոցով հասկանալու ենք էներգետիկ անցքերի կամ խցանումների տեղերը, մի փոքր ավելի ենք խորանալու տեսական գիտելիքի մեջ, մի փոքր ավելի ենք բացահայտելու թե ինչպես են մեզանից էներգիան վերցնում և ինչ կարող ենք կատարել, որպեսզի դա թույլ չտանք, և երրորդը կատարելու ենք տեխնիկա, կրկին մեդիտատիվ տեխնիկա, որի միջոցով պաշտպանելու ենք մեր դաշտը և այսպես ամենաառաջինը պետք է հասկանալ, որ գոյություն ունեն բացահայտ ներխուժումներ մեր համակարգ և ոչ բացահայտ թաքուն ներխուժումներ։ Բացահայտ ներխուժումը դա վեճն է, երբ որ կոնկրետ մարդիկ կոնկրետ գործողություն են կատարում և այսպես թե այնպես դու հասկանում ես, որ քո էներգիան գնաց և գոյություն ունի ոչ բացահայտ ներխուժումը, օրինակ նախանձը, օրինակ երբ որ քեզ քննարկում են, օրինակ երբ որ քեզանից անկախ դու զգում ես, որ քո էներգիան սպառվում է առանց ինչ-որ մի կոնկրետ պատճառի, այդ դա ոչ բացահայտ ներխուժման մասին է և ինչպես հասկանում եք, պարտադիր չի, որպեսզի բացահայտ ինչ-որ մեկը ինչ-որ գործողություն կատարի, որպեսզի ձեզանից կարողանան էներգիա վերցնել, դա կարող է տեղի ունենալ առանց մեծ հաշվով ձեր իմացության և դա տեղի է ունենում, քանի որ ձեր համակարգը թույլ է։ Դրա համար ընկերներ պետք է սովորել, ուժեղացնել համակարգը։ Այս մեդիտացիան, որ մենք այսօր կատարելու ենք, բացի այն, որ մաքրելու է ձեր համակարգը, նաև ուժեղացնելու և պաշտպանիչ նշանակություն է ունենալու ձեզ համար։ Այնպես որ այսօրվա մեր հանդիպումը շատ ավելի շատ լինելու է պրակտիկ, գտեք հանգիստ մի միջավայր, որտեղ կարող եք լինել մենակ, որտեղ կարող եք հանգստացնել միտքը, թուլանալ, նստեք ցանկացած դիրքով, ովքեր յոգեր են և յոգայով են զբաղվում, նստեք ծալապատիկ, լոտոսով կամ կիսալոտոսով, ովքեր յոգեր չեն և պարզապես կենցաղային կյանքով ապրող մարդիկ են և այս ամեն ինչի հետ առնչվում են առաջին անգամ, նստեք ցանկացած դիրքով, կարող եք նստել աթոռին, պարզապես պետք է մեջքը ուղիղ պահել, փակեք ձեր աչքերը, գնանք ներս դեպի ներքին զգացողություններ,
Փորձենք դանդաղ ներշնչել եւ դանդաղ արտաշնչել։ Զգա քո յուրաքանչյուր ներշնչով ինչպես ես լցվում խաղաղությամբ եւ զգա ինչպես ես քո արտաշնչով բաց թողնում ամբողջ լարվածությունը։ Դանդաղ ու հանգիստ ներշնչով լցվիր եւ արտաշնչով դատարկվիր։ Հանգստացրու միտքը, հետևի շնչառությանը եւ փորձիր զգալ քո ամբողջ մարմինը ոտքերի մատերից մինչև գլուխ գլխագագաթ, փորձիր հասկանալ մարմնի որ հատվածում ես զգում թեթևություն եւ մարմնի որ հատվածում ես զգում ծանրություն։ Եթե մարմնի ինչ-որ հատվածում կա ծանրություն, դու այնտեղ ունես բլոկ, կամ էներգետիկ պատրվածք, որտեղից հոսում է էներգիան, պարզապես սկանավորիր մարմինը, փորձիր զգալ մարմնի որ հատվածում է զգում թեթևություն եւ մարմնի որ հատվածում ծանրություն։ Ոտքերը եւ պոչուկը դա առաջին չակրան է։ Պորտից 3-4 մատ ներքև երկրորդ չակրան է։ Պորտի շրջակայքում երրորդ չակրան է։ Կրծքավանդակում չորրորդ չակրան է։ Կոկորդում հինգերորդ չակրան է։ Հոնքերի կենտրոնում 6-րդ չակրան է։ Գլխագագաթին 7-րդ չակրան է։
Դանդաղ եւ հանգիստ ներշնչիր։ Դանդաղ եւ հանգիստ արտաշնչիր։ Եվս մեկ ներշունչ։ Արտաշունչ։ Բացիր աչքերը։ Բարի վերադարձ, սիրելի ընկեր։ Սա մեդիտատիվ տեխնիկա էր, որի միջոցով դու կհասկանաս մարմնի որ հատվածում ունես էներգետիկ բլոկ։ Մարմնի որ հատվածից է էներգիան հոսում եւ շատ հաճախ եթե կան հիվանդ օրգաններ, հենց այդ տեղամասերում կարող ես ունենալ ցավեր, դա վկայում է այն մասին, որ եւ ֆիզիկական պլանի վրա եւ էներգետիկ պլանի վրա ամեն բան արդեն բացահայտ խոցված է եւ անհապաղ պետք է դրա հետ աշխատել։ Եվ հաջորդ մեդիտատիվ տեխնիկան խնդրում եմ կրկին նստել, փակենք աչքերը, ձեռքերը հանգիստ դրեք ձեր ծնկներին, մեջք ուղիղ պահենք։ Ուղղագագաթով ձգվենք վեր, ատամների արանքում թողնենք մեկ բրնձահատիկ տարածություն, դանդաղ եւ հանգիստ շնչենք քթով, դանդաղ ու հանգիստ արտաշնչենք քթով։ Քո յուրաքանչյուր արտաշնչով զգա, որ թեթևանում ես եւ բաց ես թողնում ամբողջ լարվածությունը։ Պատկերացրու, որ դու նստած ես ձվաձև դաշտի մեջ եւ ոսկեգույն էներգիան հոսում է քո մարմնի մեջ բոլոր կողմերից լցվելով քո մեջ եւ մաքրելով քո էներգետիկ համակարգը, մաքրելով բոլոր տեսակի էներգետիկ խցանումները, բոլոր էներգետիկ կապերը, որոնք քեզանից վերցնում են քո էներգիան։ Պատկերացրու, որ այդ դաշտը մեծանում է եւ քո մարմնից մոտավորապես 1 մետր
հեռավորության վրա ստեղծում է էներգետիկ վահան, պաշտպանիչ վահան քեզ համար։ Եվ այդ վահանից ներս ոչ մի էներգետիկ ներխուժում չի կարող տեղի ունենալ։ Այն ամբողջությամբ պաշտպանում է քեզ բոլոր տեսակի խոչընդոտներից, ներխուժումներից, մնա այս դաշտի մեջ, թող այն պաշտպանի քեզ, դանդաղ և հանգիստ ետ ենք վերադառնում, դանդաղ ներշունչ և դանդաղ արտաշունչ, շարժեր ձեռքերդ մատերը ու դանդաղ բացիր աչքերը։ Բարի վերադարձ, սիրելի ընկեր, երկրորդ այս տեխնիկան, մեդիտացիան, էներգետիկ վահանի տեխնիկան է, որը և մաքրում է, և պաշտպանում է։ Կատարիր այս տեխնիկան, այսօրվանից սկսած, օրը 3 անգամ, առավոտյան, կեսօրին և երեկոյան քնելուց առաջ, և քո էներգետիկ համակարգը կմաքրվի և կպաշտպանվի։ Շնորհակալություն, լավ օր եմ ցանկանում։